Հիմա տեսեք, էլի նույն թեմայով ես հոլովակ եմ ձայնագրում, որտեղ ստեղս է հասել։ Եվ ինձ հետաքրքրում է ձեր կարծիքը։ Բայց այն իմաստով, որ օրինակ, ասենք դու գիտեք, 7 անգամ 7 49-ն է, եւ դու հարցնում ես մյուսների կարծիքը 7 անգամ 7 ինչքան է, արդյոք գիտեն նրանք թե ոչ։ Այսինքն արդարությունը, ճշմարտությունը տվյալ դեպքում որքան է նրանք կիսում։ Խոսքը էլի ռուսների մասին, հա, ռուս ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ռուս, ռուսաստանցի, նաեւ բելարուս, նաեւ ուկրաինացի առնվազն։ Ավելի ճիշտ նրա մասին ինչպես են հայաստանցիները, որոնք շատ բաներում անարդար են։ Հակառակ դեպքում այս վիճակում չէր լինի երկիրը։ Ինչպես են վերաբերվում ելնելով ինչից արտարությունից եւ այլ, եւ այդ իրենց անարդար վերաբերմունքը արտահայտում։ Ու հենց առօրյա կյանքում եւ ամենուր սոցկայքերում եւ այլն։ Իրենց նաեւ տագիտության, անգրագիտության, տխմարության, ստորության հետ մեկտեղ։ Հիմա շատ կար հարցը ստալու եմ։ Սկզբից նշեմ, 2001 թվականից չեմ այցելում այդ Խոզաստանի Դաշնությունը։ Այո, դա վերջին իմ այցելումն էր, որովհետև գիտեք, դա հոմենակ ես չեմ պատմում։ Ինչպես էին այդ խոզերը հալածում նաև հայերի։ Մեկ օրինակ։ Մեծ դժվարությամբ մի հատ բնակարան բարձեցի, որ կարճատև ինձ պետք էր մնալ այդտեղ 2001 թվականում, համել հանգստանում, շատ կարճ ժամանակ։ Այդ սրիկա հարևանները ռսա խոզերը մլիցա կանչեցին վրե։ Արտեղի մլիցա կանչեցին։ Գիտեք ինչ ձևակերպումով։ Իրենց բողոքը ինչպես էին ձևակերպել։ Ասենք կապնելու բան չկա էլի։ Մանավանդ այն ժամանակ ես այնց համեստ էի։ Դո հիմա ռուսերեն ասած ճիշը վադը գիժը տրավուի։ Ասել են ինչի մեր շենքում, մեր մուտքում, մեր պադիեզդում ինչի է հայ ապրում։ Դու պատկերացնում ես։ Թաղայինը եկավ ասում է քո վրա բողոքել են։ Այդ շենքներ մի շենքներ մտա Խրուշովկա էր էլի։ Ասում է ինչի պետք է մեր մուտքում հայ ապրի։ Ու տարիքով էին այդ խոզերը։ Բա հիմա ինչի պետք է ռուս այդքան լինի Հայաստանում։ Իդեպ նրանք ովքեր ասում են 300,000 ադրբեջանցիներ եւ այլն, այդ ինչի չեն ասում որ 100,000 կամ ավել ռուսներ, այսինքն խոզեր, իրենց անբարոյականությամբ եւ այլ չարիքներով ավելի մեծ վտանգ են ներկայացնում, պարունակում եւ տարածում։ Մտամ բացասական երևույթները Հայաստանում արկա քիչ էին էլի։ Հիմա այս ռսի ես ձեզ հավաստիացնում եմ կան երևույթներ, որոնց մասին ես առանձին հոլովակ եմ անելու, որովհետեւ դա անգամ բարձրագույն մաթեմատիկական կրթություն ստացած անձանց համար հասանելի չէ։ Մինչև որ մանրակիր չբացատրես։ Այդ 300,000 ադրբեջանցիները իհարկե նշեմ ես էլ եմ դեմ, բայց դա դեռ հարցական է։ Իսկ այս սրիկա ռացախոզերը արդեն լծվել են Հայաստանում եւ ճարիքները տարածում։ Ուրեմն մինչև հարցը ստալը ես արդեն ասացի ինչի համար է ձեր կարծիքը ինձ հետաքրքրում։ Մեկ անգամ եւս նշեմ, չնայած մի քանի անգամ արդեն ասել, որ Նիկոլը սաղ հակառակը ճշմարտության արդարությանը, սաղ հակառակը արեց, աղավաղեց, ինչպես ամեն ինչը, որ ելնելով հայերի, հայաստանցիների եւ ղարաբաղցիների շահերից եւ պետականությունների շահերից, Կրեմլի հետ նա հարաբերությունները պետք է պահպանել դեռ ավելին, բարելավել եւ հակառակը չթողնել այդ սրիկա ղախպետ ռուս խոզ բնակչության այսպես ազատ ներխուժել Հայաստան, որ այսօր են Հայաստանում գտնվելով հայաստանցուն են անպատվում, նսեմ անցնում, 1, 2, 4, 5 օրինակներ չեն, տասնյակ չէ, 100, հազարավոր օրինակներ։ Դուք հիշում եք, իդեպ, այդ ռուսկա վեսնա կոչված նացիոնալիստական շարժման Ռուսաստանում ղեկավարներից մեկին Ռուսկա վեսնա է, որ սաղ Ռուսաստանում մեկ երթեր էին անում Ռոսիա для русских մոռացավ ու մեկ անգամ էլ Մոսկվայում այդ երթի մասնակիցները ոնց էին հարձակվել երկու հայ երիտասարդի ուսանողների վրա անգամ հոլովակները կային դրանց ղեկավարներից մեկին որի անունը Վիտալի Շիշկին որը Ռուսաստանում գտնվելով հրապարակավ ինչ թուկումուր ասես անում է նաև հայերին ոչ միայն Կովկասի նաև հայերին խաչիկներ եւ այլն մաքրեք ձեզ Ռուսաստանից եւ այլն բայց երբ որ նրա մոտ պրոբլեմներ առաջացան ինչից սկսեց Միքել Կրեմլի քաղաքականության դեմ խոսել փախավ եկավ Երևան այս Նիկոլ Բոզի տղե ապաստարան տվեց հետնել հա ազնակիր ծնունդդ քուն եմ Նիկոլ բա հոմենակ Նիկոլը չի մոտենում եմ հարցից ես ասացի որ 2001 թվականը դա վերջին այցս էր ռսա Ղախպաստանի Դաշնություն այսպես մի զանգվածային երևույթ ինչ էին ռուսները հրապարակում պաշտոնապես գրանցված հրատարակվող հայտարարության թերթերում, որոնցից մեկի անունը անգամ ինչ այժմ հիշում եմ, Իզրուկ Վրուկի, որը շատ մեծ տիրաժով, չգիտեմ քանի 100,000 էկզեմպլյարներում տարածում էր հենց շաբաթը քանի անգամ, հենց Մոսկվայում, Վարչով բնակարաններ,
վարձակալություն այդ բաժիններում։ Ուրեմն բացի հետեւյալ բովանդակության, որը ես սկի չեմ էլ հաշվում հիմա, հասնում ես ինչ բնակարան, բացի հայերից, բացի կովկասցիներից, ոչ, միայն սա չէ, ուրեմն պաշտոնապես հրատարակվող թերթ Մոսկվայում, մեկ անգամ եմ ձեր ուշադրությունը գրավում, պաշտոնապես հրատարակվող թերթ Մոսկվայում եւ զանգվածային հայտարարություններ, հետեւյալ բովանդակության, հայերեն ասեմ, հետո ռուսերեն է կարող ասեմ, եթե համբերությունս ների, հանձնվում է բնակարան, բացի պոռնիկներից, նարկոմաններից եւ հայերից, կամ բացի պոռնիկներից, նարկոմաններից եւ անգամ ստեղ էլ տարանջատենք մի բան, չնայած սա էլ է անդրդուրելի, որ գրած լիներ կովկասցիներից, ոչ, բացի պոռնիկներից եւ հայերից, ուրեմն հայաստանցիների շատ ուշ է հասնում, դրա համար մի հատ պատկերացրեք էլի, մոտենում եք թերթի կիոսկին եւ գնում եք օրենքով գրանցված պաշտոնապես հրատարակվող թերթ, որտեղ հայերին հավասարացնում է պոռնիկների, նարկոմանների եւ այլ խուլիգաներ, սրիկաների, դե ինչ ասեմ, Արմեն չէր լինի, եթե հենց Մոսկվայում էլ չզանգեր մի քանիսի վերջի անպատվանքներով ծածկեր։ Եվ իհարկե ոչ միայն սա, երբ ես վերադարձա Երևան, то հարցրեք այդ գյոթերից, այդ մլիցեկից, այդ ոստիկաներից, այդ չգիտեմ ում անվտանգությունից, այսօր մի ասել Եբիոմար Նիկոլա Բոզի տղա դեգեներատ են այսօր հերթական նշանակի, որովհետև իրանք տեղյակ են, հարցրեք, զանգում էին Ռուսաստանի դեսպանատուն, այնքան է անպատվում, այդ Էֆես Բեշնիկը արդեն ցնդել էր, ես ձեզ հավաստիացնում, հեռախոսը վերցնում էր, ահա Կազարյանը դդի ու իսկույն կախում։ Կրկնակի զանգում էի վրա, նրանց հեռախոսը կախած ու տես ժամերով պարալիզաված է անում այդ ղախպեկին, բայց ինչի համար ճիշտ է, որովհետև այդ մուսորների հանցագործությունները այսինքն խոս, մուսորների հանցագործությունները Ռուսաստանում բոլոր, նաև հայերի նկատմամբ բոլոր կարմիր գծերը անցել էին։ Եվ ոչ միայն սրանց, զանգում էի Ռուսաստանի ինֆորմացիան բաց կար ինտերնետում։ Այո, հեռախոսազանգով մուսորական ղեկավարությանը, այնքան է անպատվում։ Եվ ոչ միայն սա, ավելի ուշ 2010 թվականից արդեն Twitter-ում, այն account-ներում, որոնք Twitter-ն էլ հեռացրեց, ախր ոչ միայն Facebook-ս եւ YouTube-ս։ Մեդվեդևին ուղիղ Պուտինին այնքան է քրփում, արա ասում են դու հայրից ես վերաբերվես, ես ձեր սենսը նենց է։ 10 հարգանի այնքան է քրփում։ Հոմենակեսուր չէ, հոմենակեսուր դրանց չէ, այդ Բոզիլակոտ Նիկոլ դրանց մենակ չէ։ Ու մուսորներից հարցրեք։ Ինչքան են դրանց անպատվում եւ Եվրոմիության ԱՄՆ-ի ներկայացուցիչների պաշտոնական զղջում եմ միայն նրա համար, որ քիչ եմ անպատվել, բայց այսպեսի անպատվանքեր չկա, որը կբավարարեր։ Անպատվություն պետք է այդ սրիկաների վրա իրականացնել հրապարակավ, օրինակ, հռել ասֆալտին, քացով հարվածել, ինչը իմ կանոնների մեջ չէ, սրանց համար բացառություն։ Բարից բուն իմաստով սուզել աղբով լի աղբամանի մեջ եւ այլն, որովհետեւ նրանք նույնն են անում ձեր անհասկացողներ Հայաստանի եւ Հայաստանի քաղաքացիների հետ։ Վերջապես հնչեցնում եմ հարցս, վերադառնում եմ Երևան վերջի Խոզաստան այցիցս հետո եւ հիմա տեսեք, եթե ես գնայի հայտարարության թերթի, ավելի ճիշտ կոնկրետ ասած Էքսպրես կամ Ձելավոյ Էքսպրես հայտարարությունների թերթի խմբագրություն եւ ասեի հայտարարության տեքստը հետեւյալը լիներ, հասնում եմ բնակարան միայն ոչ չինացիների, չգիտեմ, կամ միայն ոչ արաբների, ես կլինեի արդար, ճիշտ, ոչ, որովհետև Չինաստանում նման բան չկա, Չինաստանի կամ որևիցե արաբական երկրի հայտարարության թերթում ձեր մասին տես բան կարդայի, ես կլինեի սխալ, ծայրահեղ անարդար իմաստով, կամ էլ ասենք հնդիկ, Հնդկաստանում էլ տես բան չկա, то ոչ էլ Պակիստանում, հավատացեք, բայց ես գնացի այդ Էքսպրես կոչված թերթի խմբագրություն հայտարարությունը տվեցի այն սրիկա ազգության հասցեին, որը ձեզ վիրավորում է եւ առ այսօր, բայց անգամ բովանդակությունն էլ նույնը չէր, ինչ իրենք էին գրում, այսինքն հավասարացնում էին պոռնիկների ձեզ, հայերին, ձեզ ասեմ, որ մի քիչ մտածեք, ոմանց ու շատ ուշ հասնում կամ էլ չի հասնում, ես ընդամենը գրել էի հանձնվում է բնակարան բացի ռուսներից, վերջ, չընդունեցին, ոչ այդ հայտարարություններ ընդունող
չգիտեմ ոնց է, տիկին չեմ ասել, տոտան, ոչ էլ խմբագիրը։ Եվ գիտեք ինչ էին ասում։ Հա, տեղյակ ենք ոնց է։ Տեղյակ են է, հասկանում եք, ոնց է Մոսկվայում, անպատվում հայերին թերթերի մեջ։ Բայց մենք իրենց նման չենք։ Դու իրենց նման չես, թե ինչ ես, դա քո անձնական հարցն է։ Հավատացեք, էլի ես արդեն կռիվ էի անում։ Մի ժամ այդ դրա հետ, այդ հայտարարություններ ընդունող հետ, կանգա, մի ժամ էլ թե ժամ ու կես էլ այդ ուռոդի հետ, տնօրեն կոչվածի հետ, այդ դեբիլ, բայց ղախպու հետ։ Եվ տեսեք, մի բան եթե դա լիներ անցյալում, բայց ախր հենց այդ պահին, երբ ես այդ խմբագրությունում դրանց հետ կռիվ էի տալիս, հենց այդ պահին Ռուսաստանի թերթերում անպատվանքներ էին հրապարակվում հայերի հասցեին։ Սա մեկ։ Եվ հետո իհարկե ասում էի, ես ով ֆրանսիացիների դեմ չեմ, այդ հայտարարությունը տալիս, չգիտեմ, չինացիների, արաբների եւ այլն, բայց կոնկրետ այդ հայերին վիրավորողների հասցեին։ Սա երկուս էլի չեր ընդունում։ Եվ վերջին հաշվով ես դրան ասում եմ, դու քո մասին կարող ես առանձին հոդված տպագրել, ինչ լավ տղա ես, ասացի այդ տնօրենին, թե իբր լավ տղա ես քո համար, գրի ինչ ուզում ես, բայց ես եմ տալիս հայտարարությունը իմ հեռախոսի համար եւ պատասխանատվությունը իմ վրա։ Ոչ, չթույլատրեց ինձ Հայաստանում հային հայաստանցուն վիրավորողին պատասխանել։ Հասկանում եք։ Նույն միջոցով ինչ իրենք, այսինքն թերթի միջոցով։ Սա հարցիս առաջին մասն էր։ Ենթադրեք դուք դատավորն եք, եւ ես դրանից հետ դատի եմ տալիս, բողոք եմ ներկայացնում դատարան եւ պահանջում եմ, որ դատարանը որոշում ընդունի, որ այդ ղախպեն իմ հայտարարությունը տպագրի։ Հիմա հարցս հնչեցրեցի։ Դու դատավորն ես, քո որոշումը գրիր մեկնաբանությունում։ Հիշեցնեմ միայն, որ դատարանը պետք է առաջնորդվի ոչ միայն օրենքներով, որոնք առանց հետո չեն կատարվում, բայց նաև չեն հասցնում կյանքի ընթացքի, ավելի ճիշտ ասած, առաջացող եւ տարածվող չարիքի յետևից, որոնց համար էլ ստեղծված են օրենքները։ Եթե չլիներ չարիք, եթե չլիներ չարագործներ, այսինքն հանցագործներ, օրենքների կարիքներ չէր լինի։ Կարճ ասած, արդարության գերակայնությունը պետք է առաջնորդի դատարանը։ Դե հիմա պատասխանեք, ենթադրենք դատավորն եք, կամ էլ պարզապես քաղաքացի, ձեր կարծիքը։ Մերժել իմ բողոքը, թե բավարարել։ Եվ վերջապես երկրորդ հարցը չեմ հասցնում տալ, հեռախոսս հիշողությունն է, չի երիքում։ Դրա համար կեզրափակվում եմ շատ հակիրճ հետևյալ բանն ասելով։ Ուրեմն սա արդեն ոչ թե 100-րդ, այլ ես իմ 1000-րդ անգամ ես հետևյալ բովանդակությամբ մեկնաբանություններում պատասխանում եմ, գիտեք ում, հայաստանցիների, որոնք ողջունում են Հայաստան ժամանած խոզերին, այսինքն ռուսներին, որոնք ինչ-որ հոլովակներ են ձայնագրում Հայաստանում եւ գցում YouTube, Facebook, ոչ միայն իրենց գովազդելու համար։ Այդ հոլովակներում էլ են նսեմացնում, անպատում անհասկացող հայվաններ։ Ես անպատասխանատու բաներ չեմ ասում, որովհետեւ օրինակները լիքն են։ Եթե ժամանակ լինի հետո կձայնագրեմ, գցեմ այս ալիքը մեկնաբանությունները։ Եվ այդ տեքստի բովանդակությունը, որով ես պատասխանում եմ հայաստանցիների հետևյալն է։ Եթե դու գնաս Ռուսաստան, ինչ-որ հոլովակ ձայնագրես, գցես YouTube, Facebook, ապա քեզ այդ խոզերը, այսինքն ռուսները, то կոնկրետ հենց այդ, ում դու ողջունում ես, երբևիցե քեզ կողջունի, կասի ինչ-որ դու ես գրել նրան, բայց բարով ես եկել, բա ինչ լավ է որ եկել։ Ոչ, բա ինչու ես այդքան անարդար, անպատիվ, ինքդ քեզ չհարգող։ Նա քեզ կպատասխանի, ինչու ես եկել, այ չեռնա եւ շարունակությունը ինքներդ գիտեք։ Բա ինչու ես այդքան անարդար, ինքդ քեզ չհարգող, անպատիվ։ Այդ հոմենակ Նիկոլը չի, կամ այն ղախպատնորենը։ Այս աստիճան զանգվածային, անպատիվ անազգամություն ես ճիշտ ասած չէի պատկերացնում, որ այս աստիճան։ Էլ չասած, որ այդ ռսախոզը, որոնք ոչ մի իրավունք չունեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու, մի հայերեն են սովորում, հետապնդելով իրենց շահերը, այսինքն անհիմն ճակերտերի մեջ Հայաստանի ազնագիր ձեռք բերելու հնարավորությունը, ինչի իրավունքը չունեն ոչ մի կերպ նրանք, ոչ արդարությունով, ոչ այլ որևէ բանով։ Սրանք անգամ նրանք չեն, ում տատը, չգիտեմ, թե պապը, էշի նման, թութակի, որ սովորեցնես, ավելի լավ հայերեն խոսա, էշի նման ոռնում են հայերեն, և տակը կարդում ես այդ հայվանների մեկնաբանությունները, դրանց այդ հիմար հոլովակների տակ կարդում ես այդ հրապուրված հայվանների,
հայվան հայաստանցիների հրապուրված մեկնաբանությունները։ Չի կարելի այսքան անազգամ լինել։